Մի փոքր, բայց կարևոր հաղթանակի մասին եմ ուզում պատմեմ։ Անցած մայիսի 16-ին Երևանի Պետական Համալսարանի 106-րդ տարեդարձի օրը եթերում հարցազրույցի ժամանակ շնորհավորելով Երևանի Պետական Համալսարանի տարեդարձը քննարկեցինք որոշ իրողություններ եւ այսպիսի մի գնահատական հնչեցրեցի, որ ցավոք երբեք այսքան ցածր չի եղել Երևանի Պետական Համալսարանի ռենոմեն։ Այդ բարերի համար համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինձ դատի տվեց պահանջելով փոխհատուցում 500,000 դրամի չափով, իբրև թե ես համալսարանին վիրավորել եմ եւ զրպարտություն է իմ ասածը եւ համալսարանի համբավին վնաս եմ հասցրել, դրա համար փոխհատուցում։ Այս ամիսների ընթացքում դատական գործընթացը ընթացավ եւ օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց, որ անհիմն է Երևանի Պետական Համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնող մարդու այդ դատական հայցը, որով փաստորեն նա հանդես է եկել ամբողջ Երևանի Պետական Համալսարանի անունից, պաշտոնապես ԵՊՀ-ն է էլի ինձ դատի տվել։ Սա իհարկե ամոթ է եւ խայտառակություն է։ Քիչ չէ, որ ինձ հեռացրեցին համալսարանից տարիուկես առաջ անհիմն ապօրինի ձևով, հիմա էլ ազատ խոսք ասելու համար, գնահատական կարծիք արտահայտելու համար դատի են տալիս։ Դատի են տալիս նպատակը լրացնելն է, որ համալսարանի դասախոսը, համալսարանի ուսանողը այս իմ օրինակը տեսնելով չխոսի, իր կարծիքը չարտահայտի, այդ թվում հրապարակային, որովհետև հասարակական հանրային ինստիտուտ է Երևանի Պետական Համալսարանը, ինչ որ մեկի ընտանիքը ես չեմ մտել, եւ այդ գնահատականը, երբ որ ես տվել եմ ասելով, որ ցավոք այսքան ցածր չի եղել ռենոմեն, դա վերաբերել է կառավարմանը համալսարանի, դա չի վերաբերվել իմ վերաբերմունքին, իմ մայր բուհի նկատմամբ, որի հետ իմ գիտակից կյանքի մեծագույն մասն է անցել 1998-ից մինչև 2024 թվականները ես Երևանի Պետական Համալսարանում եմ եղել, որպես ուսանող, որպես դասախոս, ասպիրանտ, դիտքարտուղար, փոխդեկան, պրոռեկտոր, եւ այս հանգամանքը հաշվի առնելով, ես ուղղակի ուզում եմ ասել, ամոթա, մի արա նման բան, եւ դու միևնույն է չես կարող այս դեմոկրատիայի քողի տակ քողարկված քայլերով չես կարող մարդկանց չափավոր եւ ազատ խոսքը լրացնես, իսկապես ամոթա, մի արա նման բան։